Մեկ շաբաթ առաջ հայտարարվեց հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման։ Թեև հայկական կողմը պարբերաբար խոսում է այն հնարավորինս կարճ ժամկետում ստորագրելու պատրաստակամության մասին, սակայն սա ադրբեջանական կողմին այդքան էլ դուր չի գալիս։ Գոնե տեղեկատվական դաշտում Ադրբեջանը շարունակում է մնալ ագրեսիվ, միևնույն ժամանակ սեփական ագրեսիան վերագրելով հայկական կողմին։ Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար Արեգ Քոչինյանը հայկական ժամանակի հետ զրույցում նկատում է 2020 թվականից հետո մեկնարկած բանակցությունները վերջին 6 ամիսների ընթացքում դոփում էին տեղում ու ստեղծվել էր ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակ, որը ցանկացած պահի կարող էր դառնալ պատերազմական իրավիճակ։ Եվ որը միևնույն ժամանակ չէր փոխում աշխարհաքաղաքական դրվածքը, այսինքն հայ-թուրքական սահմանը մնում էր փակ, հայ-ադրբեջանական սահմանը մնում էր փակ, չեն ստեղծվում Հայաստանի տնտեսության զարգացման համար, բնակչության աճի համար հնարավոր ուրեմն նախապայմաններ։ Այդ իրավիճակը իրականում ձեռատալի Ադրբեջանին, որովհետև դա նշանակում է մի կողմից ցանկացած պահի հնարավորությունն ալ գնալ կոնֆլիկտի սրմանը եւ մյուս կողմից թույլ չտալ Հայաստանի բնականon զարգացում։ Հիմա այդ շրջանակներում Հայաստանը իմ կարծիքով նույնիսկ ուշացած որոշում կայացրեց եւ միակողմանիորեն պարզապես համաձայնվեց ադրբեջանական առաջարկներին, անելով հետեւյալ բանը, այսպես Ադրբեջան որն է քո առաջարկած խաղաղության պայմանագիրը, Ադրբեջանը թուղթ ուղարկել, այ դրան համաձայնենք։ Հիմա Ադրբեջանը ինչ-որ չափով անեկդոտային իրավիճակում է հայտնվել, եւ որը ամբողջ աշխարհը տեսնում է, որ Հայաստանը համաձայնվել է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրին, Ադրբեջանը հիմա համաձայն չի իր իսկ առաջարկած խաղաղության պայմանագրին։ Ըստ Քոչինյանի Ադրբեջանում շոկի մեջ են հայտնվել այն փաստից, որ Հայաստանն ընդունել է իրենց բոլոր առաջարկներն ու այժմ ըստ էության ծուղակի մեջ է եւ ելքեր է փնտրում, որպեսզի չստորագրի այդ փաստաթուղթը։ Եվ այդ շրջանակում է պետք այն բոլոր ջղաձգումները, որոնք որ մենք հիմա տեսնում ենք, մի կողմից Ադրբեջանի արած հայտարարությունները, թե չգիտեմ, կրակում են, խախտումներ ա տեղի ունենում, դրանի պատասխան հայկական կողմը հերքում է, եվրոպական դիտորդական առաքելությունը հերքում է, եւ կա նաեւ վարչապետի աշտակազմից ուրեմն եղած հայտարարությունը, որտեղ մանրամասն առաջարկներ են ներկայացվում, այ հնարավոր ուրեմն միջադեպերը կանխարգելելու եւ լինելու պարագայում նույնիսկ հետաքննելու, ավելին նույնիսկ այսօր արտաքին գործերի նախարարությունը առաջարկեց, որ եթե ադրբեջանական կողմը ունի որևէ ապացույցներ, կարող են դրանք ուղարկել հայկական կողմին, հայկական կողմը կանի հետաքննություն։ Հիմա այս բոլորը միասին վերցրած ակնհայտ են դարձնում, որ ադրբեջանական կողմից օգտագործվում են մեդիա մանիպուլյացիաներ ըստ էության մեդիա ֆոնը փոխելու համար, որտեղ մեդիա ֆոնը ըստ հետևերն է, ամբողջ աշխարհը ասում է, դե համաձայնեցրել եք տեքստը, ստորագրեք այդ տեքստը։ Ամբողջ, նայեք, Չիլիից մինչև, չգիտեմ, Ավստրալիա, Ճապոնիայից մինչև Աֆրիկա, բոլորը մոտապես նույն բանն են ասում, որ եթե երկու կողմերն էլ ասում են, որ տեքստը համաձայնեցված է, ստորագրեք այդ տեքստը։ Այ հենց այդ մեդիաֆոնը կոտրելու համար Ադրբեջանը օգտագործում այդ ապատեղեկատվությունը։ Դիտարկման է, թե Մոսկվան էլ է ողջունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը եւ հարթակ առաջարկել կողմերին, Քոչինյանն արձագանքում է, իհարկե Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղությամբ, սակայն չի կարող հայտարարություն անել, որ չեն ողջունում խաղաղության տեքստի ընդունումը։ Դա ըստ քաղաքագետի բարբարոսություն կդիտարկվեր։ Բայց այն, որ Ռուսաստանի երկարաժամկետ շահերից չի ելնում հայ-ադրբեջանական հարատև կարգավորումը, դա ակնհայտ է, ըստ ում դա անգամ 6-րդ դասարանցի երեխային այլևս հասկանալի եւ Հայաստանում եւ հուսով եմ որ նաեւ Ադրբեջանում, այնպես որ այո հայտարարությունը կա, բայց դա բացարձակապես չի նշանակում որ Ռուսաստանի շահերը փոխվել են այս առումով։ Բայց իհարկե նաեւ Ռուսաստանը երբևիցե չի չհեղարկում կամ թարգում իր փորձերը, այսպես միջամտելու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի մեջ եւ իրականում Հայաստանի ու Ադրբեջանի իմաստությունից է կախված թե ինչքանով այդ փորձերը կհաջողեն կամ չեն հաջողի։ Խոսելով դժվար բանակցվող կետերից մեկի սահմանի երկայնքով երրորդ ուժի ներկայությունը բացառելու մասին Քոչինյանն ասում է միանշանակ է որ Եվրամիության դիտորդական առաքելությունը ուժ է, բայց դա չի նշանակում որ դիտորդական առաքելությունը վաղը կամ մոտ ապագայում հայ-ադրբեջանական սահմանից դուրս է գալու։ Դիտորդական առաքելությունը դուրս է գալիս հայ-ադրբեջանական սահմանից մենակ մի պարագայում, եթե ստորագրվում, վավերացվում եւ ուժի մեջ է մտնում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Ընդ որում, այստեղ երկու հատ հարց է առաջանում։ Առաջին, ինչ է նշանակում սահման, օրինակ եթե դիտորդական առաքելությունը իր բարեկությունը շարունակի իր սահմանից 1 կիլոմետր խորության վրա, դա շարունակվելու է համարվել սահման։ Իսկ եթե 3 կիլոմետրի վրա անի, շարունակվելու է համարվել սահման։ Եվ երկրորդ էլեմենտը, ես չեմ կարծում, որ անգամ եթե այսպես սահմանային գոտուց դուրս է գալիս
բարեկություն այլևս չի անում, մենք պետք է խոսենք գեոդիտորդական առաքելության հեռացման մասին Հայաստանից, որովհետև դիպլոմատական միությունը ունի մի շարք առաքելություններ տարբեր երկրներում, որոնք պարտադիր չի որ լինեն դիտորդական։ Ես կարծում եմ մեր երկրում մենք շատ այլ գործընթացներ ունենք, որոնցում մենք ունենանք Եվրոպական միության աջակցության կարիքը, օրինակի համար զինված ուժերի բարեփոխումները, որտեղ որ այդպիսի մեծ առաքելության 200-300 հոգանոց առաքելության կարիք իսկապես զգացվում է։ Հատկապես այն մարդկանց ողբնա իհարկե անեկդոտային ովքեր որ այդ մարդկանց այսքան տարի կոչում էին եվրոշպիոններ, բայց իհարկե ընդհանրապես որևէ բան ողբալ պետք է աշխատել։ Հարցին թե ինչ կտա Հայաստանին փաստաթղթի ստորագրումը, Քոչինյանն արձագանքում է մտածել, որ խաղաղության պայմանագիրը մեր բոլոր հարցերը լուծելու է, կլինի աբսուրդ եւ ռոմանտիզմ։ Ասել, որ այ, չգիտեմ, խաղաղության պայմանագիրը որ ստորագրեցին, կանանք բանակը ցրենք, էլ այդ ուղղությամբ փող չծախսենք, գնանք ապրենք երջանիկ խաղաղ եւ անհոգ կյանքով։ Բնականաբար այդպես չի։ Եվ ընդհանրապես այդ սպասումը, որ ինչ-որ մի հատ թուղթ է գալու կամ մի հատ իրադարձություն է գալու, որից հետո մեր կյանքը դառնալու է երջանիկ խաղաղ ու անհոգ, ինքը մի քիչ մանկական, ինֆանտիլ սպասում է։ Բայց այստեղ մի հատ հարց կա, էլի հստակ։ Որն է ավելի լավ, ունենալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր, թե չունենալ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր։ Որ տարբերակում է էսկալացիայի հնարավորությունը, որ տարբերակում է ուրեմն մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը ավելի մեծ։ Իսկ թվում է ակնհայտ այդ հարցի պատասխանը ունենալ խաղաղության պայմանագիր։ Ինչպես որ ավելի լավ է ունենալ բաց սահմաններ եւ ավելի վատ է ունենալ փակ սահմաններ, հա։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ բանավեճ չի կարա լինի։ Երբ որ այդ հարցերը մեծացնում ես, հասցնում ես աբսոլյուտի մակարդակի, արդյոք դուք երաշխավորում եք, որ եթե ստորագրենք խաղաղության պայմանագիր, չի լինի պատերազմ։ Ոչ մեկ այդպես բան չի երաշխավորում։ Բայց այդ հարցերը աբսոլյուտին պետք չի հասցնել, որովհետև մենք ի վերջո չենք ապրում այդ աբսոլյուտ իրավիճակում, մենք ապրում ենք այսօրվա հողեղեն կյանքով։ Եվ նորից պետք է շեշտենք, որն է ավելի լավ ունենալ խաղաղության պայմանագիր, թե չունենալ։ Դիտարկմանը թե այս փաստաթուղթը քաղաքական որոշ շրջանակներ որակում են կապիտուլյացիոն, որը ըստ նրանց միայն Հայաստանին վնասելու միտում ունի, Քոչինյանն ասում է կապիտուլյացիա բառը հայ իրականության մեջ օգտագործվում է դրա իմաստն ու նշանակությունը չհասկանալով։ Բարոցնով մարդիկ այնքան չեն հասկանում, թե իրանք ինչի մասին են խոսում, այդ բառը ասելուց։ Այդ բառը նշանակում է, որ տվյալ պետությունը ամբողջությամբ տապալված է, չգիտեմ, ադրբեջանական զորքերը Երևանում ընդ որում հաղթահանդես են արել, մեր պետական կառավարման համակարգը կազմալուծված է, դրա փոխարեն ձևավորված է օկուպացիոն ադրբեջանական կառավարման համակարգ։ Հիմա այս նշածից որևէ մեկը արկա է կամ արկա եղել է IPV-ից Հայաստանում, բնականաբար ոչ։ Դրա համար ինչ որ տենց մոդայիկ բառադար է, մեկը մեկին հերթ չտալով այդ բառը օգտագործում են այդ մասով։ Տեքստը, որ արկա է համաձայնագրի մեջ, ինքը երկրորդում է եւ արտացոլում է հողի վրա արկա իրավիճակը։ Մարդիկ, ովքեր ակնկալում են դիվանագիտական process-ի արդյունքում կամ բանակցային գործընթացի արդյունքում տեսնել տեքստ, որը որ չի համապատասխանում հողի վրա իրավիճակին, մի քիչ չեն հասկանում, թե ինչի մասին են միջազգային հարաբերությունները եւ մի քիչ չեն հասկանում, ինչի մասին է բանակցային գործընթացը։ Որ ինչ ուժային հարաբերակցություն որ կա տարածաշրջանում եւ ինչ իրավիճակ կա հողի վրա տարածաշրջանում, այդ նույն իրավիճակն էլ ուրեմն արտացոլվելու է խաղաղության պայմանագրի մեջ։ Անդրադառնալով ընդդիմության մեկ այլ մեղադրանքի, թե թեև Ալիևի կոշտ ռետորաբանությանը Հայաստանի օրվա իշխանությունը շատ մեղմ է եւ չի կարողանում համարժեք պատասխանել, Քոչինյանն ասում է. Ընդհանրապես մարդիկ, ովքեր օրինակ իրանց Telegram ալիքներում կամ իրանց տանը նստած սուրճի բաժակի շուրջ իրանց ընկերների բարեկամների հետ զրույցում Ալիևին մտցնում են ցեխը, հանում են եւ ինչ ասես, ասում են իրանց սիրտը դրանից թեթևանում է, իրանց թվում է թե դրանով իրանք ինչ-որ sense հայրենասիրական կամ այսպես տղամարդկային արարք են գործում, նստած լինելով ապահով անվտանգ միջավայրում ու հասկանալով, որ իրանց ասածներն ու առածները որևէ հետևանք չեն ունենում հողի վրա։ Բայց այդ սիրտը թեթևացնելուց բացի, այդ մարդկանց տված, ընդ որում մենակ իրանց սիրտը թեթևացնելուց բացի, մարդկանց տված այլ օգուտը հավասար է 0-ի։ Քաղաքագետը մեծ էսկալացիայի հավանականությունը այս պահին ծայրահեղ ցածր է համարում, փոքր էսկալացիայի հավանականություն տեսականորեն տեսնում է, քանի դեռ շարունակվում են Ադրբեջանի հայտարարությունները։ Իսկ թե ինչ պետք է անի Հայաստանը հնարավորինս կարճ ժամկետում համաձայնագրի ստորագրմանը հասնելու համար, Քոչինյանը մանրամասնում է։ Հայաստանը պետք է այս պահին իմ կարծիքով կարճաժամկետ կտրվածքում ամբողջ աշխարհի, այդ թվում նաև եւ նույնիսկ ես կասեի առաջին հերթին Թուրքիայի հետ շարունակի աշխատել ցույց տալու համար այն իրավիճակը, որում որ մենք հիմա գտնվում ենք, որ խաղաղության պայմանագիրը համաձայնեցված է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագիրը, մենք պատրաստ ենք դա ստորագրել։